Ղազարյան, նաև խոսեցիք նախընտրական ծրագրերից, նշելով, որ քաղաքացիական պայմանագիրը միայն ուտելու մասին է եւ այլն։ Այնուամենայնիվ նրանք հրապարակեցին իրենց նախընտրական ծրագիրը, որում հատկանշական էր եկեղեցու հետ կապված կետը, նշում էին, որ ինչպես այնտեղ գրված է, փաստացի պետը պետք է կոչվի հանգստի, ինչպես է վերաբերվում առհասարակ դրան, որ նման կետ գոյություն ունի նախընտրական։ Դա հակասահմանադրական, հակաօրինական դրույթ է, նպատակադրում է, որը արդեն բավարար է, որ իրանք առհասարակ չգրանցվեն, չմասնակցեն ընտրություններին։ Նայեք, օրինակ կարող է իրենք կամ մի հատ ուրիշը կուսակցություն ստեղծի, մասնակցի ընտրությունների ծրագրում գրի, մեր նպատակն է ցեղասպանության ենթարկել ժողովրդին։ Դա հակասահմանադրական, դա հանցագործություն է, չէ՞, չի կարելի որևէ մեկին իշխանություն տալ, որ ինքը հանցանք գործի։ Հիմա իրենք իրենց առջև դրել են հանցավոր նպատակներ, որ պետությունը իրավունք չունի իրականացնելու, հանցանք է դա։ Հետևաբար միայն դա բավարար է, որ մեր ժողովրդից ոչ մեկը դրանց, այսինքն նրանք ասում են մեզ իշխանություն տվեք, որ մենք հանցագործություն կատարենք, ո՞նց կարելի է դրանց իշխանություն տալ։ Իրենք էլ պնդում են, եթե իրենք իշխանության չլինեն, ապա պատերազմ կլինի։ Դա էլ մի ուրիշ հանցանք է, դա էլ սպառնալիք է, այսինքն մարդկանց դու սպառնում ես պատերազմով, ընդ որում սպառնալիքը ներկայացնողը իշխանության ղեկին գտնվող մարդ է։ Շանտաժը, պատերազմով մարդկանց ահաբեկելը, դա ահաբեկչություն է, մարդկանց ահաբեկում ես եւ դրանով ազդում նրանց կատարելիք ընտրության վրա։ Մենք ազդարարում ենք, որ Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալով խաղաղություն ալենելու ուժեղ երկարատև խաղաղություն եւ անվտանգային 6 կետերով տվել ենք այդ խաղաղության երաշխիքները, իսկ տնտեսական զարգացման 5 կետերով տվել ենք տնտեսական զարգացման հնարավորություն։ Առաջիկայում կլինի նաեւ Դաշինքի նախընտրական ծրագիրը, որը բոլոր ոլորտներում մատնանշի մեր պետության զարգացման ուղղությունները։ Ես եմ շնորհակալ։